Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 8-ին գրառում է արել, որտեղ ըստ նրա ներկայացված են հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ Աստվածաբան, կարգալույծ քահանա Նիկողոս Հովհաննիսյանը նշում է. եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն, բայց իշխանության ներկայացուցիչը չէ, որ պետք է դրանցով զբաղվի։ Ինչպես կարող է մարդ, ով ամբողջ պետությունը պահում է գաղջի մեջ, փորձի եկեղեցական կարգուկանոն հաստատել։ Ինչպես կարող է ամբողջ մի մարդ, որը 18 թվից հայոյախոսություն, զազրախոսություն է բերել այս երկրին, այսինքն բաժանել մարդկանց սևերի, սպիտակների, թշնամություն առաջացրել ընտանիքների միջև, մեկը Նիկոլի կողմնակիցն է, մեկը Նիկոլի կողմնակիցը չի, հայր, մայր, եղբայր, քույր, իրար սպանում են, ճակերտների մեջ իհարկե, եւ այսօր մարդը կանգնում է, թե եկեղեցուն պիտի բարեփոխումներ անենք։ Փաշինյանը քաղաքական պատվեր է կատարում, հարվածելով, թուլացնելով Առաքելական Սուրբ եկեղեցին, ընդգծում է Մարտիրոսյանը։ Իրականացնի իրեն պարտադրված են առաքելությունը, որի հիմքում հետևյալն է. ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր փիլիսոփայական, իր սահմանադրական, իր իրավական, իր բարոյական տեսքով որևէ կերպ չլինի ազգային պետություն։ Փաշինյանի քաղտեխնոլոգիական հնարքներից էր դրոշի եւ օրհներգի մասին խոսելը։ Նա այդպիսով ուզում է ցույց տալ պետության գերակայությունը եկեղեցու նկատմամբ, կարծում է Մարտիրոսյանը։ Մինչդեռ պետությունն ու եկեղեցին հակադրելու, գերադասելու եւ ստորադասելու խնդիր երբևէ չկար։ Այն առաջ է տանում միայն Փաշինյանը։